Սքան, հավասարացույն դեպի կենտրոն։ Պարոն հրամանատար, ԵԿՄ 5-րդ խորհրդային գումարտակը շահվածը մարտական հետապահություն իրականացնելու համար։ Ձեկուցով գումարտակ հրամանատար մայոր Ավետիսյան։ ԵԿՄ 5-րդ գումարտակին ողջույն։ Իրականացվեց երկրապահ կամավորականների միության գումարտակների հերթական մարտական հերթափոխերը։ Երկրապահ կամավորականների միության վարչության բակից 5-րդ գումարտակի անձնակազմին ճանապարհեց վարչության նախագահ Սասուն Միքայելյանը։ Այսօր ներկայացել են արտագաղթ եղբայրների եւ աշխարհի շատերի ներկայացան բանջի։ Աղոթքի եւ օրհնության խոսք ասաց հոգեվոր հովիվը։ Հայ մեր օրենքից սուրբ եկեղեցիանու քո եկեղեցիալ քայլում եկեղեցի կամքով որպես եկեղեցի ասած մեր անապատոր դուրս այսօր եւ փոխ որպես եւ մեկ փոխությունով պարտականալ եւ տանից մեր փոխություն այլ Գումարտակին ողջույն։ Ազատ։ ԵԿՄ 4-րդ գումարտակին արդեն նշանակված վայրում ողջունեց վարչության նախագահը։ Մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու գործը մեր սուրբ գործն է։ Մենք միշտ պատրաստ ենք ամեն վայրկյան, ամեն ժամ, օր գիշեր, ամեն ձմեռ մենք այդ գործում ենք։ Վարչության նախագահն այցելեց մարտական հենակետերում մարտական հերթապահություն իրականացնող երկրապահ կամավորականների միության անձնակազմին։ Մարտական հերթապահությունն ընթանում է սահմանված պլանի համաձայն պաշտպանական կառույցների եւ տեղական ստորաբաժանումների համակարգմամբ։ Եթե հայրենիքը ուրեմն հայրենիքի համար չպետք է խնայենք նշանակել։ Գրապահի վրա ասում որ պարտագաղթները խնդիրները կատարում են իդեալական գրապահները պաշտպանել Հայաստանի Հանրապետության սահմանները։ Երկրապահների ոտնաձայները դիրքերում նույնքան վստահ են, որքան 90-ականներին, հայրենիքի փրկության ամենածանր օրերին։ Տարիքը, փորձն ու հայրենասիրությունը դարձնում են նրանց անփոխարինելի ամրոց մեր խաղաղության ու անվտանգության մեջ։